Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրան-Իսրայել պատերազմը տևեց շուրջ 10 օր, բայց փորձագետները վստահ են, որ դա դեռ չի ավարտվել։ Ճիշտ է, այս պահին հարվածներ չեն հասցվում եւ Իրանը արդեն հայտարարել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար բացելու մասին։ Բայց դեռ վաղ է խոսել, որ կողմերը վերջնականապես հրադադար են հաստատել կամ մոտ են անգամ հրադադարի հաստատմանը։ Իսրայելը եւ Իրանը շարունակում են միմյանց մեղադրել պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Սա նշանակում է, որ այդ փխրուն խաղաղությունը, որ այս պահին կա տարածաշրջանում, ամեն պահի կրկին կարող է խախտվել։ Եվ փորձենք հասկանալ, թե այս 10 օրվա մեջ որ կողմը ինչ ստացավ այս կոնֆլիկտից։ Միացյալ Նահանգները, որ ակտիվ բանակցային գործընթացի մեջ էր Իրանի հետ եւ հայտարարում էր, որ իրենք մոտ են բանակցություններում պայմանագրի ստորագրման եւ անգամ խոսում էին այն մասին, որ Իրանի խաղաղ ատոմ ունենալու ծրագիրը կարող է ընդունելի լինել Միացյալ Նահանգների կողմից, ամեն դեպքում որոշեց հարվածել Իրանին։ Բայց այնպես հարվածել, որ Իրանը չզգա այդ հարվածների ծանրությունը։ Քանզի այն հարվածները, որոնք հասցվեցին Իրանի 3 միջուկային կենտրոններին, միջուկային հետազոտությունների կենտրոնների մասին է խոսքը, ըստ էության լրջագույն վնաս չհասցրեցին նրանց, ավելին, նրանք շարունակում են իրենց կենսագործունեությունը։ Հարվածներից առաջ Իրանը հասցրել էր միջուկային վառելիքը տեղափոխել այլ, ավելի ապահով վայրեր։ Իմիջիայլոց այս պատերազմը բավականին տարօրինակ պատերազմ է, քանզի հարվածներից առաջ կողմերը տեղեկացնում են մյուս կողմին, որ հարվածելու են եւ անգամ մոտավոր ժամն է նշվում։ Ինչպես Իրանը տեղեկացվեց Միացյալ Նահանգների հարվածների մասին եւ հասցրեց տեղափոխել իր միջուկային վառելիքը, այնպես էլ Միացյալ Նահանգները տեղեկացվեց Իրանի պատասխան հարվածների մասին իր ռազմակայաններին եւ հասցրեց այնտեղից տեղափոխել անձնակազմը, ինքնաթիռները եւ ողջ ենթակառուցվածքները, ըստ էության որևէ վնաս կամ գրեթե որևէ վնաս չկրելով։ Հիմա փորձենք հասկանալ, թե ըստ էության կողմերը ինչի հասան այս պատերազմի արդյունքում։ Միացյալ Նահանգները կարծես թե կատարեց իր ստանձնած պարտավորությունները իբրև դաշնակից Իսրայելի առումով եւ հարվածներ հասցրեց Իրանին, բայց այնպիսի հարվածներ կրկնում են, որից Իրանը գրեթե չտուժեց։ Բայց մյուս կողմից իմիջային առումով Միացյալ Նահանգները ցույց տվեց Իսրայելին, որ ինքը կանգնած է նրա կողքին եւ պատրաստ է կողքի կռվել Իրանի դեմ եւ սատարել Իսրայելին։ Իրանը ըստ էության փորձագետներն նշում են, որ ամենից շատ շահող այս պատերազմից դուրս եկավ Իրանը մի քանի առումով։ Առաջինը, նախ Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է իր կենսագործունեությունը, լրջագույն վնասներ չի կրել։ Երկրորդը, Իրանը կարողացավ կոտրել կարծրատիպերը եւ հարվածել Միացյալ Նահանգների ավիաբազաներին տարածաշրջանում, նրանով ցույց տալով, որ Միացյալ Նահանգները անխոսելի չեն։ Երրորդը, Իրանը կարողացավ այս պատերազմի արդյունքում բացահայտել տարածաշրջանի այն պետություններին, որոնց տարածքները օգտագործվեցին Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու համար։ Այդ պետությունների շարքում է իհարկե մեր հարևան Ադրբեջանը, եւ կարծում ենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում դեռ մենք տեսնելու ենք լուրջ վայրիվերումներ եւ Ադրբեջանը պատասխան պետք է տա Իրանին այն քաղաքականության համար, որ վարեց վերջինս տարածքներ տրամադրելով Իսրայելին Իրանին հարվածներ հասցնելու համար։ Չորրորդը, Իրանը կարողացավ ստանալ լեգիտիմ իրավունք միջուկային զենք ունենալու։ Բացի այդ, միջազգային հանրության կողմից Իրանը բնութագրվեց իբրև ագրեսիայի ենթարկված պետություն, իսկ շատ բավականին լուրջ դիվանագիտական հաղթանակ է Իրանի համար։ Միջազգային հանրությունը Իսրայելին մեղադրեց ագրեսոր լինելու մեջ եւ ըստ էության ընդունեց Իրանի ամեն գնով պաշտպանվելու իրավունքը, հետեւաբար նաեւ վաղը մյուս օր կընդունի Իրանի միջուկային զենք ունենալու իրավունքը։ Իսկ այն, որ միջուկային զենքը Իրանի միակ փրկությունն է, կարծում եմ բոլորս շատ լավ հասկանում ենք։ Իսկ ինչ շահեց կամ ինչ կորցրեց Իսրայելը։ Ըստ էության Իսրայելը կրեց բավականին լուրջ ֆինանսական եւ իմիջային կորուստներ։ Ֆինանսական կորուստները հասնում են շուրջ 250 միլիարդ։ Բացի այդ, Իսրայելը չկարողացավ օգտագործել Իրանի եւ Ծոցի պետությունների միջև եղած հակասությունները եւ սա եւս համարում ենք Իսրայելի դիվանագիտական պարտություն։ Բացի այդ, կոտրվեց Իսրայելի հատուկ ծառայությունների վերաբերյալ տասնամյակներ շարունակ հյուսված միֆը եւ վերջապես Իսրայելի հակօդային պաշտպանության անխոցելիության վերաբերյալ միֆը։ Երկաթե գունդը ըստ էության չկարողացավ որևէ հակաքայլ ձեռնարկել
իրանական բալիստիկ հրթիռների դեմ։ Բացի այդ, Իսրայելը ցույց տվեց, որ առանց Միացյալ Նահանգների ռազմական օգնության իր ռազմական արդյունաբերությունը ոչինչ չի կարողանում հակադրել Իրանին։ Այն Իրանին, որ շուրջ 50 տարի գտնում է ծանրագույն միջազգային պատժամիջոցների տակ, բայց այդ ընթացքում կարողացել է ստեղծել գրեթե կատարյալ հրթիռաշինական համակարգ, այն հրթիռները, որոնք այսօր 15 մախ արագությամբ կարողանում են ճեղքել ցանկացած հակաօդային պաշտպանություն, այդ թվում նաև իսրայելա-ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ճշգրիտ հարվածներ հասցնել եւ ցավոտ հարվածներ հասցնել։ Ինչը ընդունում են նաև Իսրայելի հատուկ ծառայությունները, նշելով, որ իրենք չէին պատկերացնում, որ Իրանի հրթիռները այդքան ահռելի ավերածություններ կարող են ենթարկել Իսրայելում։ Հիմա տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, քանզի իրանցի փորձագետները այդքան էլ հանգիստ չեն։ Նշում են, որ ցանկացած հրադադար Իսրայելը օգտագործել է իր նպատակներին հասնելու համար։ Օրինակ Համասի հետ նա ստորագրեց զինադադար, բայց այդ ընթացքում ճշգրիտ հարվածով ոչնչացվեց Համասի ղեկավարը։ Հեզբոլլայի հետ ստորագրեց զինադադար եւ որի արդյունքում ոչնչացվեց Հեզբոլլայի ղեկավարը։ Հիմա ըստ իրանցի փորձագետների բավականին վտանգավոր շրջան է եւ նրանք չեն հավատում, թե Իսրայելը համակերպվել է այս իրավիճակի հետ եւ գործը գնում է խաղաղության։ Դրա համար Իրանը ցանկացած պահի հայտարարում է, որ իրենք պատրաստ են հարվածներ հասցնել Իսրայելին եւ նաեւ օգտագործել պաշտպանվելու իրենց բանական իրավունքը։ Ինչևէ, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Հաագայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի առաջին արդյունքներն արդեն հայտնի են։ Ուկրաինան պահանջում է ՆԱՏՕ-ից 150 միլիարդ եվրո օգնություն, բայց ՆԱՏՕ-ի Եվրոպական միության անդամ պետությունները կարողանում են ապահովել մոտավորապես այդ պահանջի 10%-ը։ Բացի այդ, գագաթնաժողովի աշխատանքները դեռ չսկսած, Տրամպը լքել է գագաթնաժողովը, ցույց տալով, որ իրեն ըստ էության Ուկրաինայի հարցը այդքան էլ հետաքրքիր չի, ավելին։ Այս քայլով նա Եվրոպական միության ուսերին է թողնում ուկրաինական պատերազմի հաջորդ ծանրությունը։ Եվ ոչ միայն ռազմական ծանրության մասին է խոսքը, այլև ֆինանսական ծանրության։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առաջ է քաշում մի տարբերակ, որ պետք է ընդունվի Միացյալ Նահանգների պահանջ առաջարկը ՀՆԱ-ի 5% ուղղել պաշտպանական ծախսերին։ Մենք անդրադարձել էինք այս խնդրին, երբ այս նախագիծը դեռ նոր էր քննարկվում, եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը այն ժամանակ դեմ հանդես եկավ սրան, նշելով, որ եթե նման նախագիծ ընդունվի, Գերմանիան ստիպված է լինելու յուրաքանչյուր երկրորդ եվրո ուղղել պաշտպանական ծախսերին, ըստ էության մոռանալով սոցիալական խնդիրների եւ սոցիալական ծրագրերի մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական միության քաշող ուժը այսպես Գերմանիան եւ Ֆրանսիան են, եթե նրանք դեմ են հանդես գալիս այս հանգամանքին եւ այս գաղափարին, ֆինանսական առումով ՆԱՏՕ-ի եվրոպական հատվածը հսկայական կորուստներ է կրելու։ Բացի այդ, դեռ հայտնի էլ չէ, թե այս որոշումը կընդունվի թե չէ, քանզի ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, այդ թվում եւ Հունգարիան, Սլովակիան, հիմա արդեն Լեհաստանը, անգամ Նորվեգիան է նման հայտարարություններով հանդես գալիս, որ դեմ է այս նախագծին, կարող են եւ վետո կիրառել եւ նախագիծը ընդհանրապես չընդունվի։ Եվրոպական միությունը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ։ Միացյալ Նահանգները իր գործը համարել է ավարտված, ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Մերձավոր Արևելքին եւ Միացյալ Նահանգների քաղաքականության իրականացմանը Մերձավոր Արևելքում։ Եվրոպական միությունը ինքն է ստիպված լինելու այս ամենը քաշել, բայց միևնույն ժամանակ հստակ գիտակցելով, որ այն փախստականները, որոնք Ուկրաինայից տեղափոխվել են Եվրոպական միություն, նրանք շարունակում են մնալ Եվրոպական միությունում եւ ապրել Եվրոպական միության քաղաքացիներից կողմից վճարված հարկերի հաշվին։ Հետևաբար այդ ֆինանսական բեռը, որ արդեն ընկել է Եվրոպական միության վրա, դրան գումարել նոր ռազմական ծախսեր, կարծում ենք Եվրոպական միությունում բավականին լուրջ հուզումներ են սկսվելու եւ քաղաքացիներն ուղղակի չեն ընդունելու այն որոշումները, որոնք կայացվում են Միացյալ Նահանգների թելադրանքով, բայց առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Հաագայի գագաթնաժողովը ինչ վերջնական որոշումներ կկայացնի եւ ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների դիրքորոշումը այդ որոշումների հետ կապված։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրանին է վերաբերվում։ Մի փոքր խոսենք, թե ինչ է Իրանից ներկայացնում Իրանի միջուկային ծրագիրը, քանզի որոշ մարդիկ մոռանում են, թե ինչպես է սկսվել Իրանի միջուկային ծրագիրը եւ որ պետություններն են նպաստել, որպեսզի Իրանը սկսի միջուկային ծրագիր։ Այդ մասին կարծես թե ընդունված չէ խոսել։ Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկեց դեռ 1957 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Էյզենհաուերի ակտիվ մասնակցությամբ։ Այդ ժամանակ այդ ծրագիրը կոչվում էր Ատոմ հանուն խաղաղության։
Հիմա եթե մենք զուգահեռներ ենք անցկացնում Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականության եւ արվող հայտարարությունների Սաուդյան Արաբիայի հետ կապված, որտեղ նշվում է, որ Սաուդյան Արաբիան իրավունք ունի ունենալ խաղաղ ատոմի ծրագիր, կարծես թե կրկնվում է պատմությունը։ Եվ այս ամենը Սաուդյան Արաբիայում շատ լավ գիտեն։ Իսկ առաջին ռեակտորը Միացյալ Նահանգներն է հենց տրամադրել Իրանին դեռ հեռավոր 1967 թվականին 5 մեգավատազորությամբ։ Եվրոպական միության անդամ պետությունները եւ մասնավորապես Գերմանիան, որ խոսում են, որ Իրանը իրավունք չունի ունենալ միջակայքային ծրագիր, մոռանում են, որ հենց գերմանական Siemens ընկերությունն էր 1975 թվականին Բուշերում կառուցում ատոմակայան։ Այսինքն ստացվում է, որ ոչ թե Իրանը չպետք է ունենա միջուկային ծրագիր, այլ Միացյալ Նահանգներին եւ Եվրոպական միությանը դեմ գնացող Իրանը չպետք է ունենա միջուկային ծրագիր։ Արդյոք Սաուդյան Արաբիայում այս ամենը տեսնելով չեն հասկանում, որ հիմա նրանք կարող են ունենալ խաղաղ ատոմի ծրագիր, ինչպես ասում է Միացյալ Նահանգները, բայց ցանկացած պահի երբ սաուդիտները որոշեն առանձին քաղաքականություն վարել կամ միգուցե Սաուդյան Արաբիայում տեղի ունենա իշխանափոխություն, այն խնդիրները, որ այսօր ունի Իրանը, այդ խնդիրների առաջ կանգնելու է Սաուդյան Արաբիան։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դժվար թե փոխվի։ Սաուդյան Արաբիան, ծոցի պետությունները այս ամենն իրենց աչքի առաջ ունենալով կարծում ենք չեն գնալու Իրանի հետ հարաբերությունների վերջնական խզման, հանուն Միացյալ Նահանգների շատ լավ հասկանալով, որ հաջորդը կարող են լինել իրենք։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։